ձեր կարծիքը, որ եթե հեծը ազգայնացվի, ասենք օրինակի համար, եթե հեծը ազգայնացվի ու հետ գնա նորից այդ վերտիկալնի սիստեմին, թե արդեն հիմա ակտուալ չի։ Էներգոն ստեղծեն։ Ակտուալ չի։ Ախր մենք պիտի հասկանանք ինչ է խոսում։ Ну, դա Գագիկ Մարտիրոսյան չի նայել, բայց Գագիկ Մարտիրոսյան օգնությամբ կոնկրետ վարչապետի որոշումն է ջարդել վերտիկալ սիստեմը։ Ինչու։ Այո, Ինչու։ Այս հեկը Իրանն է։ Ահա։ Այս ջեկը Իրանն է։ Այն միս հեկը Իրանն է։ Ոնց կարան այս մարդկին քանդուրժեն մի սիտուացիա, որ փողը դու ես հավաքում ու դու հետո որոշում ես ու ինչքան փող տաս։ Հասկանում եք։ Սովետական չի։ Վերտիկալ համակարգը կարող աշխատի, եթե կա մեկ սեփականատեր, պետությունը։ Չէ, հա, Всё, մոռացեք։ Всё։ Ուզում եմ իմանամ ձեր կարծիքը նման պայքարի նման ուղի հետ կապված, սրանով կարելի է հաջողության հասնել փողոց փակելով եւ պահանջներ։ Կարող գնահատական տալ կարծում եմ, չգիտեմ, կարծում եմ այո, ինչու՞ չէ։ Չեմ կարող հաստատապես ինքս վստահաբար չեմ կարող ասել, բայց կարծում եմ այո։ Պարոն Բագրատյան, ներկայիս իրավիճակում պահանջում են չեղարկում։ Ինչ քայլեր կարող է անել իշխանությունը այս դեպքում, բացի նրանից ինչ որ արդեն արվել է, հա, այսինքն աուդիտ եւ պետական բյուջեի հաշվին փոխհատուցում։ Դրանից բացի ինչ կարող անել այս պահին պետությունը։ Իսկ կարող եմ ասել պետությունը ինչ կարող է չանել, եթե ձեզ ձեռը տալիս, բայց դուք այդ չեք հարցնում։ Դուք ասում եք ինչ կարա անի։ Ինչ կարող է չանել, լավ։ Այնքան բան կարա չանի։ Կոնկրետ այս հարցը։ Ընդհանրապես օրինակ, դադարեցնի սակագին հաստատելը։ Այդ կարա չանի։ Մանրամասնեք։ Սակագինը չես հաստատում։ Բանալիքին է, ինչ կա չհաստատում։ Դու ոչ հաստատում ես, ոչ էլ ասում ես, դե որ տենց հա, ինքդ հաստատի, ինքդ աշխատի։ Տենանք ինչ գնով ինչքան կվաճառես։ Կվաճառես արդյոք թե չէ։ Այս թեմայից մի քիչ էլ դուրս 3 քայլ կա որ կարա պետություն անի, բայց ես մի հատ ասեցի։ Այնքան լուծումներ կան, բաց չկա, վարիանտ շատ կա։ Իսկ այդ լուծումը, որ կառավարությունը իր վրա կվերցնի բեռը, դա մեր բյուջեին ինչքան, թեև ասցին, որ բյուջեից չեն տալու, պարոն Բագրատյան, ձեր կարծիքով ինչ միջոցներով պետք է նրանց ուրեմն այդ Սահմանության կառավարության ունեցած փողը կոչվում է բյուջե։